Բարև ձեզ, հարգելի քաղաքացիներ, այս երկար օրվա թերևս վերջին 8-րդ արդեն չեմ հաշվել, բայց մի այդքան կա ավտոլայվն եմ հիմա իրականացնում, այս պահին մասիվի դատարանի մոտ եմ, շարժվում եմ դեպի տուն, եւս 16 ժամը ուզում եմ կարճ ամփոփենք միասին 16 ժամ խուզարկությունից մինչև խափաման միջոց բանտային կալանք խուզարկությունից մինչև բանտ 16 ժամ առավոտյան ժամը 7:15 7:10 մոտավորապես երբ որ Վազգեն Սաղաթելյանը գրեց որ իրենց տուն եկել են խուզարկության այդ պահին լուրջ եմ ասում էլի ամենայն անկեղծությամբ էլի այդ պահին այն առաջի մտապատկերը որ sense մոտս առաջացավ եւ կարդացի որ Վազգենը գրել է մեր տուն եկել են խուզարկության առաջի մտապատկերը լուրջ եմ ասում դատավոր Մասիս Մելքոնյանն էր որ այսօր անպայման մենք դատավոր Մասիս Մելքոնյանի հետ հանդիպելու ենք դե տենց էլ եղավ հիշեցնեմ որ առավոտյան իմ նեմնիմի ոդքասթի տղաների այս կներեք, բայց ստիպված եմ ես բուլիժնիկի վրայով քշել մի քիչ տհաճա, բայց ամեն դեպքում շարունակեմ ավտոլայվս իմ նեմնիմի ոդքասթի տղաների տուն եկել էին խուզարկության ԱԱՑ-ն դերցավը տանեմ ԱԱՑ-ն լուրջ կառույցը ինչով է զբաղվում էլի չգիտեմ եկել էին տները խուզարկեցին հետո գնացին խուզարկեցին նաև գրասենյակը ակնհայտ էր որ գրասենյակը խուզարկելու տրամաբանությունը ողջ տեխնիկան հավաքելն էր ողջ տեխնիկան հավաքեցին շտացիով միկրոֆոնով ակնհայտ էր որ այս անգամ խնդիր էր դրված դադարեցնել անտիֆեյքի գործունեությունը, բայց դա չհաջողվեց։ Ընդամենը ժամերի ընթացքում հենց նոր արդեն մարդիկ կան, որ եւ շնորհակալություն բոլորին հրապարակավել, ոչ հրապարակավել, գրել են, հանդիպել են, պայմանավորվել են, այն ինչ որ տարել են, դրա համարժեքը բերելու են անտիֆեյքի գործունեությունը վերականգնելու։ Հետո մի անգամ էլ կտանեք, մի անգամ էլ կվերականգնի։ Գիտեք ինչն է հարցը, ես ուզում եմ այս ամփոփիչ ավտոլայվով խոսել երկու կարևոր արժեքների մասին եւ դրանց հարաբերակցության մասին։ Մեկը օրինականությունն է, մյուսը արդարությունը։ Գիտեք, այդ օրենք, որ ասում են, շատ բաներ կան, որ օրենքում գրված են, մարդու սրտում գրված չեն։ Ինչ որ անհասկանալի բաներ կան, մարդու հետ չի խոսվում։ Եվ դրա համար սովորական մարդկանց համար շատ ավելի կարևոր է արդարության մասը։ Ես որպես իրավաբան այսօր բազմիցս օրենքի տեսանկյունից անդրադարձել եմ։ Դատարանում էլ անդրադարձան, գիտեք Մասիս Մելքոնյանի դատական նիստերի դահլիճում հաճախ չեմ հանդես եկել, բայց երբ հանդես եմ եկել միշտ այն տրամաբանությամբ, որ դե գիտենք ինչ որոշում ա լինելու, բայց ամեն դեպքում փաստարկները պետք է ներկայացնել, որովհետև վաղը մյուս օր պետք է բողոքարկում իրականացնենք, որ վերաքննիչ դատարանին ասենք, այ տեսեք, այն ինչ որ հիմա ձեզ ենք ասում, նույնը առաջի ատյանի դատարանին ենք ասել, բացառապես բողոքարկման այսպես հիմքերը ստեղծելու համար դրա համար փաստարկները ներկայացնում ենք։ Դե շատ եմ խոսել այսօր ազատ խոսքի եւ այլն, բայց ես անկեղծ ասած լավ պատկերացնում եմ, որ մեր քաղաքացիների ոչ մեծ մասի համար, որ այս արժեքները տենց իրանց սրտի հետ խոսում են։ Սա այո, շատերի համար արժեք է, բայց շատերի համար էլ արժեք չի։ Խոսքի ազատություն եւ այլն։ Դա օրենքով նախատեսված, սահմանադրական երաշխիքներ եւ այլն, բայց օրենքով չեն առաջի հերթին մարդիկ առաջնորդվում, այլ արդարության զգացումով, որը որ բնութագրելի էլ չի, էլի, բայց մարդը հասկանում է, սա արդար բան արվեց, թե արդար բան չարվեց։ Տեսեք, մարդը
առանց որևէ պրովոկացիայի, այս շատ կարևոր է։ Առանց որևէ պրովոկացիայի բռնում հրապարակավ ընդդիմադիր մարդկանց, լավ, հիմա կարևոր չի ընդդիմադիր, թե ինչ, ուրիշ մարդկանց անվանում է շանլակոտներ։ Այդ մարդը Ալեն Սիմոնյանն է։ Հրապարակավ անվանում է շանլակոտներ։ Ցանկացած մարդ թող մի հատ փորձի պատկերացնել։ Այն մարդիկ ում անվանել էին շանլակոտներ առանց ոչ մի բանի։ Իսկ այդպես մարդիկ ինչ որ բան չէին արել։ Նախորդ օրը նախագահի հետ այդ երկար բանն էին արել, դες Ալենին ոնց հասկանում եմ երկար ժամանակ չէին անդրադարձել։ Այսինքն ես չի որ ինչ որ բան էին արել, որին Ալենը արձագանքում էր։ Չէ։ Էլ չեմ խոսում, աշտոնատար անձը պետքա զսպած լինի, էս լինի, այն լինի, դե գիտենք ես նրանց այսպես ասած զսպածությունը, չէ։ Մեկը անվանում է մյուսին շանլակոտ, այն ում որ անվանել է շանլակոտ, դու դաժե ոչ համարժեք, կամ նույնիսկ համարժեք, պատասխան է տալիս իրա շանլակոտ ասողին։ Այս շանլակոտ ասողը գնում է հանցագործության մասին հաղորդում տալի ու հպարտ հայտարարում, ասում է ախպեր տվել եմ հանցագործության մասին հաղորդում տվել։ Որի արդյունքում գալիս են այս մարդկանց, բռնում են, իրանց գործունեությունը խաթարում են, տանում են Մասիվի դատարան, Մասիս Մելքոնյանի դահլիճ, իսկ Մասիս Մելքոնյանի դահլիճից մի քանի ելքեր կան, կամ Արմավիր քրեակատարողական, կամ Նուբարաշեն քրեակատարողական, երբեմն Վարդաշեն քրեակատարողական, երբեմն էլ Երևան քրեակատարողական։ Այդ 4 ելքն է ախպեր։ Էլ ուրիշ ելք ես չեմ իմանում։ Այս արդար չի։ Ու մարդիկ դա տեսնում են։ Ոչ մի ձև արդար չի։ Անկեղծ ասած, ես նաև ստեղ անձնական անարդարության էլեմենտ եմ տեսնում։ Կորզել, այդ բառն էլ ասեմ, լավ, խոստում է ստացել, լավ, իմ սանիկից, նարեկից, որ ախպեր, ես էլ եթերում քֆուր չեմ տալի, ուխտ եմ անում, ես քֆուր չեմ տալու, այդ մարդը պահել է իրա, խոստումը իրա քավորին տված, մինչև այսօրն էլ ներառյալ, ախպեր, ու մարդուն կալանավորել է այդ պայմաններում, արդար չի։ Վազգենի պարագայում էլ, ախպեր, մարդը տվել է համարժեք պատասխան, արդար չի, ոչ միայն ապօրինի է, այլև արդար չի, և պրոբլեմ է, իրականում սա պրոբլեմ է, քաղաքական առումով այս իշխանությունները դե արդեն վերջացած են ես համարում եմ, վերջացած են ինչ առումով, նրանց միակ շփման ձևը հանրության հետ, դա ռեպրեսիաներն են, ներջ, էլ ուրիշ ձև չկա, ռեպրեսիաներն են, հակարան ձգեն ինչ-որ ժամանակ, բայց ինչքան պիցգեն, ու պրոբլեմը այստեղ է, որ իրանք զսպանակ են այսենց սխմում, ու այդ զսպանակը, որ բացվեց, շատ վատ է լինելու, այն մարդկանց համար, որ այս անարդար բաներն են հրահանգում առաջի երդին, ինչ-որ մարդկանց ստիպում, որ մտնեն ծանրագույն մեղքի տակ, որովհետև մարդիկ տեսնում են, որ արդար չի, իսկապես, և այս ամեն ինչը կուտակային պրոցես է, լավ, հիմա հələ տեսնենք վերջի 2 ամիսը, ընդամենը 2 ամիսը, քաղբանտարկյալների թիվը կրկնապատկվել, եռապատկվել է արդեն, ընդ որում բազմաբնույթ է, էլ համայնքապետեր ավելի ճիշտ, էլ փաստաբաններ, մեկին ազատեցին, մեկը դեռ կալանավորված է, էլ մեդիա գործիչներ, էլ մարդիկ քաղաքացիներ, որ գնում են իրենց քվեն պաշտպանելու, այդքան որ ասում են ժողովրդի ձայնը, ժողովուրդը ձայն է տվել, Գյումրիում գնում է իր քվենա պաշտպանում, էլ վեհապար հայրապետի եղբայր եւ եղբոր տղա, որ ձայնագրությունն էլ կա, ընդեղ էլ, ոնց որ ստեղ, նենց էլ ընդեղ, ակնհայտ մարդիկ տեսնում են, որ արդար չի ախպեր, այս մարդիկ ինչ են արել, զրույց են ունենում, արդար չի,
Ստեղ էլ արդար չի, ընդեղ էլ արդար չի, երրորդում էլ արդար չի։ Գյումրի քաղաքապետարանի դիմաց, փաստաբան տղա։ Ձեռերը բարձրացնում է, փորձում է նենց անել, որ ինչ-որ խնդիրներ չլինեն, կարգավորել, իր գործառույթը իրականացնել, ներս մտնել չեն թողնում։ Ասում են այնտեղ ոնց որ մարդ են ծեծում։ Բռնում են, տանում են, ասում են կամերաները չեն ֆիքսել, բայց դե դու արդար չի։ Այս համայնապատկերում մեդիա գործունեություն իրականացնող մարդկանց տվյալ դեպքում Մարեկի եւ Վազգենի կալանավորում է մի լրացուցիչ էլեմենտ մտցրեց, որտեղ այս պահին դեռ մեդիա գործունեություն իրականացնող այս պահին իրականացնող գործիչներ կալանավորված չկային եղան։ Ընդ որում շատ կարևոր է հիշել նաեւ Ֆիդանյանին, նա Ֆիդանյանին ինչի բռնեցին։ Ֆիդանյանին ինչի բռնեցին։ Արդարադատությանը միջամտելու, ինչ ա արել, որ արդարադատությանը միջամտել։ Այդ հրապարակա պարզաբանում։ Այս պահին մենք դրա մասին ես չեմ ուզում փաստեր։ Փաստեր տվեք, մենք մարդիկ հասկանում։ Ինչ արել էս մարդը։ Սա արդար չի։ Ու այս անարդարության զգացումը մարդկանց մեջ կուտակվում է։ Ալեն։ Մենք իր ժամանակին ճանաչել ենք Ես չի որ ինչ-որ անձնական, ինչ-որ բացասական բան ա եղել, մոտիկ չենք եղել, մտերիմ տես չենք եղել, ճանաչել ենք իրար։ Ալեն, դու շատ անարդար բան ես արել, շատ։ Որևէ համակարգով, այսպես արժեքային, դու ճիշտ բան չես արել։ Ունես այսօր իշխանություն, հետո մի օր չես ունենալու իշխանություն։ Կուզենայի, որ քո նկատմամբ նման անարդարություն լիներ։ Մարզավոր չէր ուզենա։ Արդար չի։ Դու ես այդ մարդկանց առաջինը անպարկեշտ արտահայտություն օգտագործել։ Մարդիկ էլ քեզ պատասխանել են։ Նորից եմ ասում, օրենքի հարցը թողնենք մի կողմ։ Եթե դա լիներ, այսպես եթե առաջինը իրանք ասած լինեին, ես էլի կասեի, օրենքի խնդիր, ապօրինիա, էսա, բայց բան չի անի, էլի չէի կարանա, լեզուս չէր պտտվի, այսենց ճակատս պարզ ասել արդար չի։ Ոչ միայն ապօրինի, այլև արդար չի։ Այստեղ ճակատս բաց ասում եմ, այ իմացա նայելու ես, Ալեն։ Ճակատս բաց ասում եմ, դա քո արածը շատ մեղմ ասած առաջ չէր։ Շատ մեղմ ասած։ Ու ես դաժե վստահ եմ, որ դու փոշմանելու ես դրա համար։ Որ դու այս քայլին դիմեցիր, որտեվ ինչ որ մի օր դու հասկանալու ես, որ քո արածը շատ լուրջ անարդարություն էր, շատ լուրջ անարդարություն էր։ Եվ հիմա որ սենց հպարտ ասում ես, հա ինչ ա եղել, որ անցագործել մասին հաղորդում տվել։ Ի թիվս շատ այլ անարդարությունների դու ես ես հիշելու, որպես անարդարություն քո կողմից հրահրված։ Որովհետև երբ որ դու ընդդիմադիր գործունեություն ես իրականացրել, որևէ մեկը քո նկատմամբ նման բան չի արել։ Որևէ պաշտոնատարանց քեզ շանլակոտ չի ասել, որպեսզի դու կանգնես դիլեմայի առջև արձագանքեր թե չարձագանքեր, լավ իմանալով, որ արձագանքելու դեպքում արմավիր կամ որևէ այլ քրեակատարողականում հայտնվելու լուրջ ռիսկ կա։ Նեսա։ Այս դու գիտես ինչ ասեմ։ Այսքանը ես հասա մեր բակ, գնամ փորձեմ այս 16 ժամվա շատ կանխատեսել է, որ կինոն սկսում ես նայել, հետո հիշում ես, որ այդ կինոն ոնց որ թե մի տարիներ առաջ այդ կինոն տեսել ես, բայց դե նայում ես, շարունակում ես նայել, այդպես տպավորություն էր մոտս, որ պարզ է, այս կինոն ուրա բերելու։ Միակ խնդիրը էր, թե որ քրեակատարողական էին տղերքին տանելու, տարան արմավիր, տղերքը արմավիր քրեակատարողականում եղել են, 2 ամիս այնտեղ անցկացրել են, անցել անգամ երբ տարան, շատ ավելի լարված է, անհանգիստ է, այս անգամ այդքան անհանգիստ չեմ, որովհետև սյոտեկի առաջինը ուրիշ է, էլի, հիմա երկրորդը օքեյ, ինչ եք ուզում, ինչ հետևանք եք ուզում, ում եք ինչ ցույց տալի, փակում եք անձի ֆեյքը, չստացվեց,
Տղեկին լրացնում եք, անցյալ անգամ ինչ եղավ։ Փորձեցիք լրացնել, էապես լսարանը մեծացրեցիք։ Մարդիկ տեսնում եք, չէ՞, որ այդ բանին պատրաստ են։ Հետո արդար չի ձեր արածը։ Եվ այս անարդարությունը բումերանգի էֆեկտ է ունենալու։ Չեմ ասում մի արեք, չեմ ասում տես բաներ։ Արդեն արել բրծել եք, ինչ ասեմ։ Բայց հիշեք, որ ձեր արածը ոչ միայն ապօրինություն էր, այլև լրջագույն անարդարություն։ Եվ դա կուտակվում է։ Այսքանը շնորհակալություն բոլոր նրանց, որոնք որ Նարեկի անունից, որտեվ Վազգենի հետ չեմ շփվել, Վազգենի պաշտպանը մեր 5 իրավապաշտպաններից Արսենն է Բաբայան, Դավիթ Հիֆիդանյան պաշտպանն էլ Վարազդատն է Հարությունյան, Նարեկի հետ եմ միայն շփվել։ Նարեկի անունից շնորհակալություն բոլորին այսօրվա ջերմ խոսքերի եւ աջակցության խոսքերի համար։ Մարդիկ էին, շատերը եկել էին դատարանի առջև, նրանց նույնպես շնորհակալություն եմ փոխանցել եւ հիմա էլ եմ փոխանցում։ Սովորական բռնապետություն, էսա։ Շնորհակալություն, բարի գիշեր։ Հուսով ենք վաղը քաղբանտարկյալների թիվը էլի չի աճի, բայց դե որ աճի էլ հիմա ինչ, հերթով թող ծավից տանեն հետո, տարեք ախպեր, հաջողություն։